Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մանգալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքները։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օդանավով ծանրոցի առաքում պաունդը ընդամենը $1.99։ Այո, պաունդը 1.99։ Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, մի մեդալի պատմություն է ABC հեռուստաընկերության եթերում։ Այսօր մենք խոսենք մի շատ կարևոր հարցի մասին, որ այստեղ Լոս Անջելեսում հետաքրքրում է հատկապես բոլոր հայերին։ Անկախ ամեն ինչից, անկախ մասնագիտությունից, տարիքից, նրանք շփվում են գլխավոր մասնագիտության հետ այստեղ, փաստաբանի հետ։ Փաստաբանները տարբեր են լինում։ Immigration փաստաբան է լինում, կրիմինալ փաստաբան է լինում, ակսիդանի փաստաբան է լինում։ Ավելի շատ հայերը երևի առնչվում են հենց ակսիդանի ավտովթարների ուրեմն փաստաբանի հետ եւ առանց փաստաբանի այստեղ ոչ մեկ չի կարող իր հարցերը միայնակ լուծել։ Այսօր ես տաղավար եմ հրավիրել այստեղ մեզ մոտ Կալիֆոռնիայում բավականին հայտնի մի ընկերության հիմնադիրներից մեկին Սերոբ Ալաջանյանին, ով ներկայացնում է A&M փաստաբանական ընկերությունը։ Բարև ձեզ, պարոն Ալաջանյան, ոնց եք։ Բարև ձեզ։ Սերոբ ջան, երևի ավելի հարմար կլինի, ես այսպես անկեղծ մենք որպես ծանոթներ, որպես ընկերներ Սերոբով դիմեմ ձեզ եւ մեր զրույցը այդպես էլ շարունակենք։ Իհարկե, այդպես ավելի հարմար կլինի, ավելի ընկերական։ Ես ճիշտ նշեցի, որ այստեղ Կալիֆոռնիայում փաստաբան լինելը, փաստաբանի մասնագիտություն ընտրելը top 10-յակի մեջ առաջի տեղն է գրավում։ Այո, կհամաձայնվեմ դրան, քանի որ փաստաբան լինելու համար շատ ճանապարհ պետք է անցնես, արդեն դա համալսարանի կուրսերը 4 տարի, բայց կան ասենք կուրսեր, որոնք որ կարաս ավարտես 2.5 տարում, բայց այդ ժամանակ ոչ կարող ես աշխատել, ոչ, ասենք անձնական կյանք համարյա չես ունենա։ Դա էլ է հնարավոր ու շատերը կարողանում են այդ 2.5 տարում ավարտեն փաստաբանական համալսարանը եւ ստանան իրանց լիցենզիա։ Երբ որ ծանոթանում էի ձեր կենսագրականի հետ, երբ որ նախնական զրույց մենք ունեցանք, ինձ զարմացրեց, որ ձեր առաջին մասնագիտությունը, որը բժշկությունն է, դուք Հայաստանում ստացել եք բժշկական կրթություն, ավարտել եք բժշկական համալսարանը, համապատասխան որակավորում, թերապևտի որակավորում եք ստացել։ Չուզեցիք այստեղ նահանգներ գալով, չուզեցիք շարունակել ավելի այդպես կատարելագործել, նոր որակավորում ստանալ եւ որպես բժիշկ աշխատել, ինչու։ Կասեմ այսպես, ես սկսել եմ Հայաստանում բժշկական համալսարանը, հետո տեղափոխվել եմ Ռուսաստան, Իվանովո քաղաքում, Իվանովոյի բժշկական ակադեմիան, այնտեղ ավարտել եմ 99 թվական հունիս 25-ին։ Տեղափոխվեցի 2000 թվին Միացյալ Նահանգներ։ Արդեն խոչընդոտները սկսեցին, առաջինը լեզվի խնդիրը կար, որ լեզուն շատ մեծ խոչընդոտ էր, չնայած որ լատինական բառերը նորից օգտագործում էր ստեղ, բայց լեզուն պետք է ավելի վարժ իմանաս, որովհետև ինֆորմացիան քննությանը պատրաստվելու համար շատ մեծ է։ Եվ մի քիչ էլ պիտի համբերություն ունենաս, որ այդ տարիները նորից սովորես, որովհետև հոգնել է, չէ՞, բժշկականում 7 տարի սովորելուց հետո գալ այստեղ նորից ուսումը շարունակել։ Ես կուզենամ այս մի բանը մարդկանց մոտ էլ լինի, հոգնել չկա, երբ որ դու
գնում ես քո նպատակի հետևից։ Դու չես կարա ճանապարհին ասես հոգնեցի կամ ինչ որ պատճառներ գտնես, որպեսզի շարունակես քո նպատակին հասնելու այդ ճանապարհը։ Շատ մարդիկ կան հենց իրենցով փորձում են արդարանցնել իրենց, որ սա դժվար է, սա չի համապատասխանում, ասենք իմ իրավիճակին, թե ֆինանսական, թե ընտանեկան, բայց եթե ունես նպատակ, պետք է շարունակես, պետք է հասնես քո վերջնագծին, որպեսզի համ քեզ այս առաջինը ապացուցես, որ դու կարող ես, արեցիր, վերջապես չհանձնվեցիր, եւ դա համ էլ օրինակ է, վառ օրինակ քո երեխեքին, քո շրջապատին, քո ընկերներին, որ նրանք էլ չուսաթափվեն, երբեք դժվարությունների հանդեպ չդանդաղացնեն իրանց առաջընթացը։ Հայաստանում ձեր նպատակը բժիշկ դառնալն էր։ Այստեղ նպատակ դրեցիք դառնալ փաստաբան։ Ինչու որոշեցիք փաստաբան դառնալ։ Okay, Եվ ինչու ավտովթարների փաստաբան։ Փաստաբան լինելը ես ընդհանրապես չեմ էլ մտածել, որ կարող է ինչ-որ մի օր ես դառնամ փաստաբան, քանի որ իմ նպատակը բժիշկ լինելն էր։ Ես Ռուսաստանում արդեն վերջին տարիներին, որ արդեն պետք է ավարտեի, եկա մի գաղափարի, որ կարող եմ ահագին մարդկանց օգնել, նամանավանդ կանանց, որոնք չեն կարողանում մինչև վերջ հասցնել հղիությունը։ Այսինքն դա մի իրավիճակ է, որը որ պետք է նույնիսկ վիրաբուժական միջամտություն։ Ես մտածել եմ մի ծրագիր, որը որ կարող էի դրանով փրկել, մոտեցա մեր այդ գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր դիրեկտորին եւ առաջարկեցի, որ ես sense ծրագիր ունեմ, շատ դուր եկավ եւ ասեց ես կտրամադրեմ քեզ մեր կաֆեդրան, մեր աշխատակիցներին, լաբորանտներին եւ կուզենամ, որ դու շարունակես։ Բայց շաբաթ ուրբաթի շուտ եք։ Այո, չգիտեմ թե բարեբախտաբար թե դժբախտաբար ես շահեցի green card-ը։ Ու արդեն որոշում էր իմ արժև դրված բժշկություն Ռուսաստանում, թե շարունակել ընտանիքին միանալ Միացյալ Նահանգներում։ Ինձ թվում է ընտանիքը ավելի առաջի տեղ գտնվեց եւ ես միացա իմ ընտանիքին ու այդտեղ նորից կրկնում եմ դժվարությունները սկսեցին լեզուն արդեն Եվ ամփոփելով այս թեման, քանի որ հաղորդումը մեդալի պատմությունը, հեռուստադիտողներն ասեն, որ բավական հետաքրքիր իրավիճակում հայտնված մարդը հայը Իվանովոյում ստանում է մեդալ։ Ինչի համար։ Ուրեմն արդեն այդ վերջի կուրսում մեզ նշանակել էին քաղաքի մեջ տարածքներ, որ մենք պետք է գնանք պոլիկլինիկայից մարդկանց հետազոտենք եւ դեղատոմսեր գրենք կամ առաջարկենք, եթե իրենք ավելի շատ ծանր վիճակ են, տեղափոխենք հոսպիտալ, որ հավելյալ բուժումներ ստանան։ Ինձ դեպք եղավ, որ այդ մի ադրեսում ես որ մոտեցա, այնտեղ մի տարածքին կար, որը որ շատ անօգնական էր եւ ֆինանսապես էլ արդեն ոնց որ անկարող էր իր դեղերը առնել եւ շարունակել իր բուժումը։ Նույնիսկ որ ես դեղատոմսերը գրել էի, ինքը ինձ ասաց, որ չեմ կարող մեկը ես առնեմ այս դեղերը, ես գումարն էլ տրամադրեցի, ասացի խնդրում եմ, որ եթե դեղատոմսը գրելը մենակ բուժում չի նշանակում, բուժումը կլինի այն դեպքում, երբ որ դուք դեղերը ստանաք։ Վերջ այդ վիզիտից հետո, այցելությունից հետո ես գնացի մյուս հիվանդներին եւ վերջապես հասա հետ պոլիկլինիկա։ Անցավ մի քանի օր եւ ստանում եմ մի ահավոր զանգ, այսինքն ահազանգ կասեի, որ ինձ հրավիրում են գլխավոր բժիշկի մոտ եւ քաղաքապետի մոտ։ Ես մտածեցի, որ երևի դե ուսանող լինելով վախ մտավ մեջս, որ երևի սխալ դեղատոմս եմ նշանակել ինչ-որ մեկին եւ մի դեպք է պատահել եւ ինձ պետքա պատժեն հիմա դրա համար, ինչ-որ մի պատժամիջոց։ Տենց վախ խլով մտա գրասենյակ, դուռը բացվեց, քաղաքապետ եւ այդ գլխավոր բժիշկը պոլիկլինիկայի նստած էին եւ նրանք ասենց ուրախ ձևով տեղից վեր կացան եւ մոտեցան, ձեռքը սեղմեցին, շնորհակալություններ հայտնեցին։ Ես ուղղակի էլ շոկի մեջ չէի հասկանում ինչա կատարվում, վերջում դուրս եկա, որ այդ կնոջը, որ ես օգնել եմ, դա քաղաքապետի մորաքույրն էր, որը որ չգիտեմ ինչ պատճառներով, ասենք, չէր կարողացել թե դեղերը գներ, թե ասենք այդ իրավիճակի մեջ էր, ես այդքան էլ չհետաքրքրվեցի դրա մասին, բայց քանի որ ես իմ գործը կատարեցի, ես շատ լավ էի զգում։ Եվ ինձ Դու հավատարիմ մնացիր քո երդմանը։ Այո, ես դրա համար ինձ պարգևատրեցին քաղաքապետարանի մեդալով։ Այո, քաղաքապետարանի կողմից ինձ պատվոգիր եւ մեդալ տվեցին, որ
կոչվում էր բարեսիրտ մարդ, այդ ձև կոչումով եւ դա ինձ շատ մեծ ողջավորություն առաջացրեց իմ մեջ, որ այս մասնագիտությունը պետք է շարունակել։ Սա է մեդալի պատմությունը Սերո Պալաջանյանի, իսկ հիմա ավելի մասնագիտական թեմային անդրադառնանք A&M։ Նախկինում կոչվում էր Ալաջանյան եւ Մամյան ընկերություն, ինչու հանկարծ որոշեցիք կրճատել եւ A&M ներկայանալ։ Մեր հայկական ազգանունները ես հպարտ եմ, որ յանով է վերջանում, համել մեր ազգանունները երկար են մի քիչ եւ ամեն անգամ, երբ որ ապահովագրական ընկերությունների համար կամ հակառակորդ փաստը բնական ընկերությունների հետ զրուցելուց մենք պետք է ներկայացնենք մեր ֆիրմայի անունը։ Եվ այդ Ալաջանյան եւ Մամյան ասելուց հետո նրանք պահանջում էին, որ մենք տարարտարետի ասեինք, մի հատ է տարարտար էինք ասում ու դրանից հետո միևնույնն է իրանք սխալ էին գրում այդ ամեն ինչը։ Եվ ահագին է ժամանակ էր տևում մենակ այդ տառերը արտասանելու համար։ Որոշեցինք, որ ավելի լավ է կրճատենք, մենակ ազգանունների առաջի տառերը դնենք եւ սենց ավելի հեշտ է։ Ավտովթարների փաստաբան, ես նշեցի սկզբում, որ հայերիս համար ամենացավոտ հարցերից մեկն է, որ հանդիպում են հենց այս իրավիճակում են հայտնվում, բայց շատ հաճախ նույնիսկ վարորդները չեն իմանում, երբ որ նրա ինշորանս են վերցնում, երբեք տեղյակ չեն լինում, թե ինշորանսի մեջ ինչ policy ունեն նրանք, ինչն է նրանց մոտ ապահովագրության մեջ մտնում, ինչը չի մտնում, ինչից կարող են օգտվել, որն է full insurance համարվում։ Խնդրում եմ մի փոքրիկ բարձաբանում տանք, որպեսզի մեր հեռուստադիտողը ավելի ճիշտ հասկանա, ինչից պիտի սկսի եւ ինչին շատ ուշադրություն դարձնի։ Մինչև անցնելու այս թեմային ես կուզեի իմ հայ ժողովրդից ներողություն խնդրել, եթե ես բառերը չկարողանամ հայերեն ճիշտ արտահայտել։ Ես էլ ոչինչ մեկ-երկու անգլերեն օգտագործեցի, ոչինչ հասկանալի լինի, ավելի պարզ էլի նրանց։ Իհարկե, որովհետև այսօրվա դրությամբ մենք բառեր կա, որ նույնիսկ հայերեն խոսակցության մեջ անգլերեն ենք օգտագործում։ Accident, policy, insurance, liability, ես կփորձեմ համել դրա հայերեն ասեմ, թե ինչքանով ճիշտ կհնչի կամ կհասկանալի կլինի ժողովրդի համար, այդ արդեն կխնդրեմ, եթե հնարավոր լինի ինձ ուղղեն, այո։ Ուրեմն policy-ները լինում են տարբեր տեսակի։ Ժողովրդի մեջ հասկացողությունը մեծ է, որ full policy ենք առել։ Երբ որ դեպքը լինում է եւ մարդիկ զանգարում մեզ կամ մոտենում են մեզ, հարցնում են ինչ կարող ենք անել, ոնց կարող ենք ստանալ մեր վաճառ փոխհատուցումը, առաջի հարցը դե պետք է ճշտենք, թե insurance, այսինքն ապահովագրություն ունեք, թե չունեք։ Երկրորդը հարցնում ենք դիմացինը ունի, թե չունի, այսինքն ինչ ինֆորմացիա եք բերել ձեր հետ։ Առաջինը նախ, որ մարդիկ ասում են մենք full policy ունենք եւ ներկայացնում են մեզ այդ declaration page-ը, այսինքն որտեղ որ նշված է թե ինչպիսի ապահովագրություն ունեն իրանք, այսինքն ինչ տեսակի benefit-ներ կստանան այդ insurance-ից։ Եվ առաջինը իրանք նշված է այնտեղ, որ liability, այսինքն պատասխանատվության coverage։ Հունվարի 1-ին 2025 թվականից Կալիֆոռնիայում օրենքը նոր փոխվեց եւ մինիմում coverage-ը եղավ 30,000 մեկ հոգու համար եւ 60,000 ամեն, այսինքն ամբողջ ակսիդանի ժամանակ, թե կլինի դա 2 հոգի, 3 հոգի, մաքսիմում որ կարող ես փոխհատուցվել 60,000-ը։ Դա պարտադիր պայման է, որ բոլոր վարորդները պետք է ունենան գոնե այդ մինիմում coverage-ը։ Բայց policy-ների մեջ կան տարբեր կետեր, որտեղ որ դու կարող ես դրանից օգտվել։ Այսինքն նախ մեքենայի, որը որ կոչվում է property damage կամ գույքի վնասվածքի փոխհատուցում։ Դա է լինում, ասենք, տարբեր տեսակի, կարա լինի comprehensive, կարա լինի collision կամ comprehensive collision, որը ունեն տարբեր տեսակի փոխհատուցման ձևեր։ Մյուս ամենակարևորը, որ այսօր մեր Կալիֆոռնիայում կամ Լոս Անջելեսում պետք է ունենալ, դա uninsured motorist կամ underinsured motorist coverage-ն է, որը որ լինում է անապահով վարորդի փոխհատուցում։ Այսինքն, եթե ճիշտ ստացվեց իմ մոտ թարգմանությունը, այդ կնշանակի, այսինքն դա աշխատում է այն ժամանակ, երբ որ դժբախտաբար ինչ որ մեկը քեզ հարվածեց կամ վնասեց եւ ինքը ինշուրանս չունի։ Բայց մեր ժողովրդի մեջ կա այդ հասկացողությունը full policy ունենք, բայց դա նշված չի իրենց policy մեջ։ Այո, այդ full policy-ն կնշանակի, երբ որ դուք պատասխանատվության
ապահովագրություն ունեք, որ կփոխհատուցի դիմացինին, եթե դժբախտաբար ինչ-որ մեկին վնասել եք, բայց այս դեպքում եթե մեկը անապահովագրված վարորդը ձեզ վնասեց, եթե դուք այդ coverage-ը չունեք, կապ չունի այդ full policy-ին, այսինքն այդ full policy-ին այդքան էլ full չի։ Այսինքն դուք այդ դեպքում չեք ապահովագրված, ձեր վնասները փոխհատուցվելու համար։ Վերողություն վարորդները տեղյակ չեն լինում, չեն ծանոթանում ինչ պայմանագիր է ստորագրել կամ գնել, այսպես ասեմ։ Ես փորձել եմ հասկանամ այս խնդիրը որտեղից է առաջանում։ Իմ կարծիքով կամ իմ հետաքրքրությամբ դուրս է գալիս, որ ես հարցնում եմ դուք չգիտեք, այսինքն ինձ միշտ բացատրում են, որ ինշուրանս վաճառող agent-ը իրենց ճիշտ չի բացատրել, իրանք ինչ են գնում, եթե ապահովագրություն են առնում, թե դրա մեջ ինչ տեսակի կետեր ունեն կամ ինչից են իրանք ապահովագրված, եւ այդ կիսատ իմացությունը մարդիկ ընկնում են մի իրավիճակի մեջ, որտեղ փոխհատուցում հնարավոր չի լինել։ Որ դեպքերում են ավելի շատ ակսիդանտները գրանցվում, ստոպ սայնի ժամանակ, գիծը փոխելու ժամանակ, արագությունը տեղավորվելու, այդպես որ դեպքի ավելի շատ խաչմերուկներում սխալ մտնելը, դուրս գալը Ավելի հաճախ ակսիդանտները լինում են համարյա թե ամեն տեղերում, բայց ավելի շատ գիծը փոխելու ժամանակ։ Եվ դա ամենաբարդ ապացուցվող համեմատաբար ավելի բարդ ապացուցել է, եթե ոչ վկաներ կան, ոչ ավտոյի մեքենայի մեջ, ասենք, վիդեո ռեգիստրատորներ կան, կամ ոչ էլ դուք եք, ասենք, կարողանում մեքենան ակսիդենտից հետո նկարել, որտեղ է գտնվում ձեր մեքենան ակսիդենտից հետո, որ գծի մեջ է, գծի մեջ չի, քանի որ ակսիդենտից հետո մարդիկ շարժվում են դեպի աջ, առանց նկարելու, առանց ինչ-որ ինֆորմացիա գրանցելու։ Կանգնեն եւ անմիջապես նկարեն իրավիճակը։ Պիտի կանգնելը այդ վտանգավոր կլինի, այսինքն եթե անվտանգ է, եթե հնարավոր է դա։ Եթե ֆրիվեյի մեջ չի, չէ՞։ Դե իհարկե, ասենք, մարդու առողջությունը ավելի կարևոր է, քան թե ինչ-որ փաստ հավաքելը։ Եվ եթե հնարավորությունը կա անվտանգ այդ ամեն ինչը կատարել, ավելի լավ է դուրս գան մեքենայից, նկարեն իրենց մեքենաները, որտեղ է գտնվում դիրքերը, նոր հետո շարժվել մնացած թղթաբանությունը։ Եթե ոչ կարող ես մեքենայի մեջից նկարել։ Այո, նույնիսկ եթե չեք կարողանում մեքենայից իջնել, հնարավոր է, ասենք, մեքենայի մեջից գոնե դիմացի լուսամուտից կամ կողքի այն պատկերը ստանանք, որտեղ որ ցույց կտա ձեր մեքենայի դիրքը գծի մեջ, քանի որ եթե դիմացի կողքի մեքենան մտել է անապահով ձևով ձեր գից ու հարվածել է ձեր մեքենային, գոնե մի շարժեք մեքենան, փորձեք նկարել, ինչ որ մի փաստ ունենալ, որպեսզի կարողանանք ապացուցենք, որովհետև եթե այս փաստերը չունենք, ապահովագրությունները օգտվում են առիթից եւ կամ ընդունում են մեղավորությունը հենց իրանց ինշուրդի կողմից, կամ ասում են, լավ, եկեք գոնե կես անենք մեղավորությունը, 50-50 են այդտեղ ժողովրդի մեջ ասում, եւ այդտենց վերջանում է։ 6 տարի ընկերությունը գործում է եւ այս 6 տարիների ընթացքում հազարավոր քեյսեր եք ունեցել ու շահումով երևի տոկոսային հարաբերությամբ գրեթե 90%, 80-ից 90% միշտ էլ այսպես հաղթանակած եք դուրս եկել։ Այս աշխատանքում փաստաբանական ընկերություն ստեղծելու համար դուք ունեք նաև գործընկեր Սմբատ Մամյանը, ում հետ արդեն երկար ժամանակ հենց հիմնադրման օրվանից իրար հետ աշխատում եք։ Թիմային աշխատանք է սա, ովքեր են ձեզ հետ աշխատում, ում եք վստահում, արդյոք համապատասխան մասնագետներ են ընկերությունում աշխատում։ Մենք բարեբախտաբար շատ լավ թիմ ունենք, մեր բոլոր ասիստենտները, պարալիգալները, նույնիսկ մեր օֆիսում կար մի օտարերկրացի, որը եկել էր Կազախստանից եւ նա շատ խելացի գտնվեց, իր լիցենզավորման քննությունը հանձնեց, ստացավ իր փաստաբանի լիցենզիան եւ հիմա աշխատում է մեր մոտ որպես փաստաբան։ Մեր գրասենյակի աշխատանքը բաժանված է երկու մասի։ Այսինքն մեկը դատա իրավական բաժանմունք, որը որ գլխավորվում է Սմբատ Մամյանի կողմից, եւ նախադատական բաժանմունք, որը որ գլխավորվում է իմ կողմից, ամեն մեկս ունենք մեր թիմը եւ կազմակերպում ենք այդ գործընթացը։
Լինում են դեպքեր, երբ վարորդներից ստացված տեղեկությունը նրանք փորձում են ավելի այդպես արդարանալ, որ իրենք մեղավոր չեն, բայց հետագայում պարզվում է, որ շատ դեպքերում նաև սխալ են լինում վարորդները, սխալ տեղեկատվություն են տալիս եւ դուք այդ սխալ փաստեր ունենալով մտնում եք դատարան։ Մենք սխալ փաստերով արդեն դատարան չենք հասցնում գործը, որովհետև մինչև այդ արդեն պարզվում է իրականությունը։ Իշուրանսի հետ եք դուք արդեն ձեր հարցերը լուծում։ Այո, փորձում ենք ապացույցներ գտնենք, հավաքենք, փաստեր հավաքենք եւ ըստ դրա արդեն մենք հասկանում ենք, թե նույնիսկ դեպք ա եղել, որ մեզ ներկայացրել են մի փաստ, որը 100%-անոց պատասխանատվությունը ընկնում էր դիմացի վարորդի վրա, բայց մեզ դիմացի վարորդի փաստաբանը ներկայացրեց մի վիդեոձայնագրություն, որտեղ ցույց է տալի, թե մեր կլիենտը, այսինքն մեր հաճախորդը լիովին մեղավորությունը իր վրա է եւ բայց պատկերը մեզ ուրիշ ձև էր ներկայացված։ Դրա համար մենք փորձում ենք մանրամասն հարցազրույց անել մեր հաճախորդներին, հասկանալ ոնց է եղել դիրքը, նկարներով կլինի, թե փոքրիկ մեքենաներով, փողոցի դիագրամայով, ամեն ձև ուզում ենք հասկանանք, Google-ի քարտեզն ենք բացում, իրար հետ փորձենք հասկանանք, որ գիծ, որտեղից հնարավոր կլներ կամ արդյոք հարվածի տեղերը մեքենայի վրա համապատասխանում է պատմությանը, ոնց որ մեզ ներկայացնում են, այսինքն այդ մեր փորձառությունը մեզ շատ է օգնում, որպեսզի հասկանանք ճիշտ ինֆորմացիա ունենք, թե սխալ։ Մեզ պատասխանատվություն։ Այո։ Եվ վերջում շատ կարճ, քանի որ որպես մարզական մեկնաբան ինձ հետաքրքրեց գրասենյակում երկու լուսանկար։ Ձեր աշխատասենյակում փակցված էր Մեսսիի լուսանկարը, հատուկ ինչ մարզաշապիկով, իսկ ձեր գործընկերոջ Սմբատի ուրեմն աշխատասենյակում Ռոնալդոյի։ Նրանք աշխարհի երկու բարձրակարգ ֆուտբոլիստներն են, բայց երբ որ խաղացել է Ռեալ Բարսելոնա, եղել են թշնամիներ։ Հիմա ձեր երկուսիդ մոտ Մեսսի, Ռոնալդո, լինելով լավ գործընկերներ, մարզաշխարհում երևի մի փոքր պես Ռեալ Բարսելոն խաղի ժամանակ մրցակիցներ եք դառնում դուք։ Նախկին ջրագնդորդ է, ձեր մասին, նախկին ջրագնդորդ այսօր տարված է ֆուտբոլով։ Ես կասեի ուրիշ ձև սա կմեկնաբանեի, քանի որ նախ Ռոնալդոյի եւ Մեսսիի լուսանկարները մեզ համար դա ուղեցույց են, որ լինենք լավագույնը։ Երկրորդը եւ մենք փորձում ենք հենց այդ լավագույնների եղած հնարավորությունը միացնել իրար, որպեսզի ստանանք ավելի լավը։ Եվ այդ նշանակում է այդ սիմվոլը Մեսսի եւ Ռոնալդո լավագույն եւ փորձում ենք մենք էլ նմանվել մեծ մասնակցության մեջ լավագույնները լինենք։ Հետաքրքիր մեկնաբանություն, անկեղծ ասեմ, ինձ ուրախացրեց, որ հենց այս մեկնաբանությունը տրվեց երկու լավագույն գործընկերների աշխատանքի մեջ, նշելով Մեսսին եւ Ռոնալդոն։ Ես ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ, հուսամ, որ այն հարցերը, որ կառաջանան մեր վարորդների մոտ, հայ վարորդների մոտ, դուք պատրաստական կլինեք, ավելի օգտակար կլինեք։ Հարցեր կային, իհարկե շատ հարցեր կային, մի փոքր կարող է նաև շեղվել թեմայից, բայց եկեք բավարարվենք այսքանով այս անգամ, որովհետև եթե աշխատանքը կա, եթե հաջողությունները կան, մրցանակներն ու մեդալները համապատասխան ընկերությունների կողմից լավ աշխատանքի համար դուք ստանում եք, մենք դեռ առիթներ կունենանք նաև էլի անդրադառնալ A&M փաստաբանական ընկերության ավտովթարների դեպքում իհարկե դիմեք հենց այս ընկերությանը եւ վստահ եղեք, որ ձեր բոլոր հարցերի պատասխանները կլինեն շատ բարձր մակարդակով եւ շատ դրական լուծում կստանան։ Այսքանը մի մեդալի պատմությունն էր ABC հեռուստաընկերության եթերում, իմ հյուրը փաստաբանական ընկերության A&M ընկերության համահիմնադիր Սերոբ Ալաջանյանը, կհանդիպենք։ Հանգիստալի արժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։
Օթանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օթանավով ծանրոցի առաքում փաունդը ընդամենը $1.99։ Այո, փաունդը 1.99։